Գողջունեմ ցես սիրելիներ Ձաղգազարդի թափորաբեդ Քրիստոսի անունով։ Ամեն մարդ գրնա ապրիլ 5 Ձաղգազարդներ։ Եթե երբեք թույլ տա որ Քրիստոս իր հաղթական մուտքը կորձե իր կյանքեն ներս։ Առաջին սրդի Ձաղգազարդ։ Մենք կրնանք ապրիլ մեր սրդի Ձաղգազարդը, եթե երբեք թիմենք Հիսուսին և խնդրենք, որ իր արյունով սրբե մաքրե մեր սիրտը։ Արդարև սիրտը, որ Քրիստոսի արյունով սրբված է, մաքրված է մեղքեն և ազատագրված մեղքի սերեն, կնշանակե թե Ձաղգազարդի մեջ է։ Իր Ձաղգազարդը ապրած սիրտը գլա մաքուր, նման սրդի մեջ չլար նենքություն, չլար խորամանկություն, գեղդոտություն, չլար նախանցի և ատելության թույնը։ Իր Ձաղգազարդը ապրած սիրտը կսիրե Հիսուսի անունով և Հիսուսի անվան փառքին համար, կսիրե Քրիստոսի նման, Քրիստոսի սիրույն համար և Քրիստոսի սիրով, մեկ խոսքով կսիրե Քրիստոսափառ։ Իր Ձաղգազարդը ապրած մարդուն սիրտը գլա Քրիստոսի սրդի նման, արդարև սրդի Ձաղգազարդ ապրած մարդը գլա Քրիստոսի նման, Քրիստոսի սիրույն նման սեր կունենա, Քրիստոսի քաղցրության նման քաղցրություն, Քրիստոսի բարության նման բարություն, Քրիստոսի անգեղծության նման անգեղծություն, Քրիստոսի սիրույն նման սեր։ Երկրորդ հոգիի Ձաղգազարդ։ Հոգիմը, որ ապրած է իր Ձաղգազարդը, լեցուն գլա Աստծո փառաբանությամբ և օրհներգությամբ։ Այո, սիրելիներ, եթե երբեք մենք ապրած ենք մեր հոգիի Ձաղգազարդը, մեր հոգիեն անդադար կերպով առ Աստված կբարձրանան փառաբանության, օրհներգության, հոգևոր երգերու շարաններ, հոգևոր Ձաղգազարդ ապրիլ կնշանակե սիրելիներ նվիրված ըլլալ Աստծո պաշտամունքին և երկրպագության։ Այո, հոգիմը, որ ապրած է իր Ձաղգազարդը, կնվիրվի Աստծո պաշտամունքին, երկրպագության։ Հոգիմը, որ ապրած է իր Ձաղգազարդը, իր մեջ կունենա Քրիստոսի խաղաղությունը, Քրիստոսի ուրախությունը։ Արդարև Քրիստոսի ուրախությունը Ձաղգազարդն է մեր հոգին, Քրիստոսի խաղաղությունը Ձաղգազարդն է մեր հոգին, Քրիստոսի ներկայությունը Ձաղգազարդն է մեր հոգին։ Հոգևոր Ձաղգազարդ ապրած մարդը լեցուն գլա Քրիստոսի ներկայությամբ և Քրիստոսի ուրախությունը և խաղաղությունը կփուրե, կջարակայթե, գարդացոլացնե ամեն ուրեք
եւ ամեն առիթով։ Երրորդ մտքի զարգազարդ։ Մտքի զարգազարդ ապրած մարդուն ուշադրությունը կգետրոնանա երկնքին եւ երկնային ճշմարտության վրա, անմահ բրչին եւ անոր կողմէ մեզի շնորհված ամահության վրա, հավիտենական Աստծույն եւ անոր կողմէ մեզի բարգեւած հավիտենական կյանքին վրա։ Եթե երբեք գուզենք մտքի զարգազարդ ապրիլ, մեր մտքի թաշտը պետք է հանձնենք Քրիստոսի։ Քրիստոս ինք պետք է լա թաշտադերը մեր մտքին։ Մեր մտքի ղեկը Քրիստոսի ցերկերուն մեջ պետք է տնենք, որբեսի քեշ մտածումներ, Աստծո անհաջելի մտածումներ չդողանցեն մեր մտքի թաշտին մեջ։ Իր զարգազարդը ապրած միտքը միայն Աստծո հաջելի մտածումներ կունենա։ Մարդոց մասին քեղեցիկը կմտածե, մարդոց համար քեղեցիկը կխորհի եւ միայն քեղեցիկը լավակույնը կփապակի։ Չորրորդ ապրիլ մարմինի զարգազարդ։ Մարմնի զարգազարդ ապրած մարդը սիրելիներ իր մարմինին մեջ Սուրբ Հոգին օգնությամբ կմերցնե մարմնագանը, մարմնավորը, այլ խոսքով մարմնին հատուկ բացասական, թիվային, մեղսալից ցանկությունները եւ փապակները։ Մարմնի զարգազարդ ապրած մարդը գիտակցի թե իր մարմինը ամենասուրբ երրորդության բնակարան է, Սուրբ Հոգի դաջար եւ Քրիստոսի մարմինին անդամ եւ իբր այդպիսին գվարվի իր մարմինին հետ։ Մարմնի զարգազարդ ապրած մարդը մաքուր կպահե իր մարմինը այս անմաքուր աշխարհի մեջ եւ սուրբ այս սրբաբիղծ աշխարհի մեջ։ Իր զարգազարդը ապրած մարմինը ամբողջությամբ Սուրբ Հոգի ղեկավարության եւ առաջնորդության եւ գամքին հանձնված մարմինն է եւ ոչ թե չարին գամքին հանձնված ու չարին գամ կկատարող մարմինը։ Հինգերորդ եւ վերջին ապրիլ կյանքի զարգազարդ։ Խորքի մեջ վերջին այս կետը խտացումն է մեր հիշած 4 կետերուն։ Կյանքի զարգազարդ ապրած մարդուն կյանքը գարդացոլացնե կյանքը Քրիստոսի, սերը Քրիստոսի։ Կյանքի զարգազարդ ապրած մարդուն կյանքին մեջ արմատական փոփոխություն հարաճ գուքա։ Մարդիկ երբ թիդեն կյանքի զարգազարդ ապրած մարդուն կյանքը անոր կյանքին մեջ պիտի տեսնեն կյանքը Քրիստոսի, քաղցրությունը Քրիստոսի, ներկայությունը Քրիստոսի։ Կյանքի զարգազարդ ապրած մարդուն կյանքը երկրի վրա գարդացոլացնե երկնային կյանքը։ Երկրի վրա
Գաբրի երկինքը, թող որ Զարգազարդի թափորապետը իր հաղթական մուտքը կործե մեզ յուրաքանչյուրին կյանքին մեջ, որբեսի մեր կյանքը դառնա հարազատ պատկերը Քրիստոսի կյանքին և մեր կյանքով կարենանք ներշնչել ուրիշները բացվելու Զարգազարդի թափորապետին Քրիստոսի